Ցերեկա Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել, սակայն ինչպես պարզվեց ավելի ուշ, այս անգամ երկրաշարժի էպիկենտրոնը հանրապետությունից դուրս էր։ Ողջույն, այսօր հոկտեմբերի 24-ն է։ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Վանա լճի մոտակայքում էր։ Թուրքական իշխանությունները հայտնում են, որ այս պայդրությամբ կա 200-ից ավել զոհ եւ երկրաշարժը ավերածությունների պատճառ է դարձել հիմնականում Վանում եւ Էրջիսում, որտեղ փլուզվել են մի քանի տասնյակ շենքեր, այդ թվում Վանի բանտը, որտեղից ըստ թուրքական TRT հեռուստաընկերության փախուստի են դիմել 150-ից ավել բանտարկյալներ, սակայն ավելի ուշ դրանց մի մասը վերադարձել է։ Ըստ տարբեր տվյալների Երևանում երկրաշարժի ուժգնությունը եղել է 4-ից 5 բալ։ Արա Քոչունյանը Ստամբուլի Ժամանակ թերթի խմբագիրը նշում է, որ Դիարբեկիրում, որտեղ այդ պահին Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցու օծման արարողությունն էր, երկրաշարժը չեն զգացել։ Վերանորոգված Սուրբ Կիրակոսի օծման կապակցությամբ Դիարբեկիր էին ժամանել հայկական Սփյուռքի ներկայացուցիչները, որոնք պատրաստվում էին Դիարբեկիրից հետո այցելել նաև Վանի կրոնական հուշարձանները, սակայն երկրաշարժի պատճառով չեն կարողացել։ Սերժ Սարգսյանը, ով այս պահին պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում, Հայաստանի փրկարարների օգնությունն է առաջարկել Թուրքիային։ Ադրբեջանը պահպանում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու հույսերը։ Ուրբաթ օրը տեղի ունեցած քվեարկությունը արդյունք չի տվել եւ որոշվել է քվեարկությունը անցկացնել այսօր։ Արևելաեվրոպական խմբից ոչ մշտական անդամ ընտրվելու համար շարունակում են պայքարել Ադրբեջանը եւ Սլովենիան, որոնցից ոչ մեկին ուրբաթ օրը տեղի ունեցած քվեարկության ժամանակ չի հաջողվել հավաքել ձայների 2/3-ը։ Ադրբեջանին պակասել է 14, իսկ Սլովենիային ավելի քան 50 ձայն։ Անվտանգության խորհուրդը հիմնական պատասխանատվությունն է կրում միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար եւ ՄԱԿ-ի անդամ պետությունների համար դրա որոշումները պարտադիր են։ Եկեք ծանոթանանք եղանակի տեսությանը, որից հետո այս թեմայով կխոսենք վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի հետ։ Ողջույն Թաթուլ։ Մինչ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ պետությունների ընտրությունը կարծիք կար, որ Ադրբեջանի ընտրվելու հավանականությունը փոքր է, սակայն ինչպես երևում է, բավականին մեծ է։ Ինչպես է ստացվում, որ Ադրբեջանի նման երկիրը, ով հայտնի էր ռազմական հռետորաբանությամբ եւ ընդհանրապես վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ բազմապատկել է իր ռազմական բյուջեն, այժմ կարող է դառնալ մի կառույցի անդամ, թեև ոչ մշտական, որը պատասխանատու է միջազգային անվտանգության եւ խաղաղության համար։ Զարմանալի թող չթվա գայան է, բայց ես կարծում եմ նաև շնորհիվ Հայաստանի։ Ինչու շնորհիվ Հայաստանի, որովհետև երբ 10 տարի առաջ գուցե պատահականորեն Հայաստանն ու Ադրբեջանը ցանկություն էին հայտնել 2012-13 թվականների համար ընտրվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հանկարծ մի քանի ամիս առաջ պարզվեց, որ Հայաստանը այլևս նման ցանկություն չունի։ Իհարկե, եթե Հայաստանը իր անդամ իր քվեն հետ չվերցներ, իր ցանկությունը հետ չվերցներ եւ մասնակցեր ընտրություններին, ահա այդ ժամանակ Ադրբեջանը որևէ շանս չէր ունենա ընտրվելու։ Ինչու՞։ Որովհետեւ քվեարկության ժամանակ երկրները խուսափում են այնպիսի քվեարկություն կատարել, որ նեղացնեն կողմերից որևէ մեկին։ Ես օրինակն եմ բերում, օրինակ, Ռուսաստանը, երբ որ Հայաստանը այլևս չկա Ադրբեջանի հետ, որևէ խնդիր չունի իր քվեն չտալ Ադրբեջանին։ Եվ թե Հայաստանը լիներ, Հայաստանը կնեղվեր եւ Ռուսաստանը նման քայլի չէր գնա։ Նույնը վերաբերում է անգամ արաբական, իսլամական երկրներին, որոնք հիմնականում պաշտպանում են Ադրբեջանին, բայց այդ երկրների մեջ կային երկրներ, այդ շարքում, օրինակ Եգիպտոսը, Սիրիան, ինչու՞ չէ նաեւ Լիբանանը, որոնք հաստատ Հայաստանի մասնակցության դեպքում Ադրբեջանին ձայն չէին տա։ Հետևաբար Հայաստանը այստեղ թույլ տվեց կոպտագույն սխալ, Հայաստանը պետք է պահեր իր անդամակցության իր ցանկությունը եւ այդ պարագայում այսօր, այսինքն մի քանի օր առաջ արդեն անվտանգության խորհրդի անդամ ընտրված կլիներ Հունգարիան։ Մինչդեռ այսօր Ադրբեջանը մի քանի ժամ անցնորից սկսվելու է արդեն 10-րդ քվեարկությունը, Ադրբեջանը լուրջ շանսեր ունի դառնալու այդ կազմակերպության ոչ մշտական անդամ։ Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը ամեն առիթ օգտագործելու է Հայաստանին վարկաբեկելու, Հայաստանի նկատմամբ անհեթեթ մեղադրանքներ ներկայացնելու, որովհետեւ
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամը ինքնին ենթադրում է բավական կարևոր, այսպես ասեմ, դիրք։ Այսինքն Հայաստանը իր տեխնացությունը չդնելով կանաչ լույս է վառել իր բարեկամ երկրների համար, որպեսզի նրանք կարողանան քվեարկել Ադրբեջանի համար։ Այո, կարող ենք այդպիսի միանշանակ այդպիսի վերլուծություն անել եւ Հայաստանի արտգործնախարարության աշխատակիցների, մեր դիվանագետների այն հայտարարությունները, որ ինչպես կարող է աշխարհը ընտրել Ադրբեջանին, որը ռազմական բյուջեն է ավելացնում, որը սպառնում է իր հարևանին, ուղղակիորեն չեն լսվում։ Այդ ձայները, այդ հայտարարությունները աշխարհի համար լսելի չեն։ Այսինքն դու գտնում ես, որ վտանգավոր է, եթե Ադրբեջանը դառնա անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Հայաստանի համար։ Ես հայ-թուրքական գործընթացը եթե մի կողմ դնեմ, ես կարծում եմ, եթե Ադրբեջանը ընտրվի, թող անհեթեթ չընչի, սա Հայաստանի վերջին 3-3.5 տարիների արտաքին քաղաքական ամենալուրջ ձախողումն է, եթե հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը մի կողմ դնենք։ Եվ վերադառնալով երկրաշարժի թեմային, ես գիտեմ, որ դու շատ ես եղել Վանում, Դիարբեկիրում եւ ընդհանրապես այդ տարածաշրջանում, ինչ կարող ես ասել այդ մասին եւ նաեւ այն մասին, որ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային։ Գիտեք, եթե այսպես ասեմ, կա երկու Վան, կա երկու Դիարբեկիր, կա երկու Արջեշ, հիմա այդ քաղաքի անունը մի քիչ փոխում են, Էրջիշ են ասում, ինչ որ է, կա հինը եւ կա նորը։ Հինը իհարկե բավականին տխուր վիճակում էր, հիմնականում հին շինություններ էին, բայց վերջին տարիներին Թուրքիայի արևելյան շրջանները, որ է արևմտյան Հայաստանը, շատ էր զարգանում եւ դուք եթե անցնեիք այդ տարածքներով կտեսնեիք նոր շինություններ, բազմաթիվ ուղղակի իրար կողք կանգնած, բայց նաև կային հները եւ այն կադրերը, որ ցույց են տալիս թուրքական լրատվամիջոցները, երևում է, որ հիմնականում տուժել են այդ հին բաները, այդ հին շենքերը։ Գիտեք, այս երկրաշարժը իհարկե շատ ցավալի էր, բայց այս երկրաշարժը ինձ թվում է, որ կարող էր լինել ինչ որտեղ հայ-թուրքական հարաբերությունները այս մեռյալ փակուղուց դուրս բերելու վիճակ։ Դուք պատկերացնում եք, Հայաստանի իշխանությունները իմ կարծիքով շատ ճիշտ եւ նախագահ Սարգսյանը շատ ճիշտ միանգամից հայտարարություն արել, որ ինքը պատրաստ է օգնության ձեռքը մեկնել։ Դուք պատկերացնում եք ինչ գեղեցիկ կլներ, եթե Թուրքիան այս պահին հենց հայ-թուրքական սահմանը բաց թողներ հայ սեյսմոլոգների համար, որոնք գնային եւ օգնեին եւ պատկերացնում եք այն կադրը համաշխարհային ինչպիսի ազդեցություն կունենար, եթե հայ փրկարարի ձեռքում մի թուրք կամ մի քուրդ երեխա, որին փրկել է, դա շատ ուժեղ ազդեցություն կթողներ ընդհանրապես համաշխարհային կարծիքի վրա հայ-թուրքական հարաբերությունների առումով եւ այդ պարագայում արդեն թուրքերը այլևս կարող էին սահմանը այլևս չփակել, բայց եթե նույնիսկ փակեին էլ անգամ մեկ քուրդ երեխային այդ փլատակների տակից հանելը արժեր, որպեսզի հայ փրկարարները գնային եւ Թուրքիայում կատարեին որոնողական փրկարարական աշխատանք։ Իսկ քո կարծիքով Թուրքիան կընդունի Հայաստանի օգնության առաջարկը։ Դժվարանում եմ ասել, բայց 99 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ, որը արդեն ավելի մոտ էր Ստամբուլին, այն ժամանակ Թուրքիան ընդունեց եւ հայ խաղաղարարները այո գնացին։ Շնորհակալություն։